Բարի երեկո, արգելի հայրենակիցներ, լրագրողներ, ոստիկաններ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Այսօր հողին է հանձնվում հայ ժողովրդի Հայաստանի Հանրապետության նվիրյալ զինվոր Վարդան Վարդանյանը Երեխնաձորից։ Այսքանի օր, երբ իր ծնողները վերադառնան, նույնպես Մասիսից Կարեն Գրիգորյանը։ Զինվորներ, ովքեր ընկան հայրենիք պաշտպանելիս, մեր բոլորի անվտանգությունը ապահովելիս, այլևս երբեք գոչով, հավատամքով, մի րոպե լռությամբ հիշենք հիշատակը, այս երիտասարդներին թող վերջի զոհերը լինեն մեր երկրի եւ մեր քաղաքացիների։ Այո, մեղավորը թշնամին է, վախկոտ, հիմնազուրկ, իրավազուրկ, և մենք կասկած չունենք, որ այն Հայաստանը նորը, որ գալու է, ոչ միայն պիտի կանխի կամ նվազագույնի բերի նման նահատակներ, զոհեր, թաղումներ հայրենի օջախներում, այլ արժանի հագահարված և նախահարված պիտի տա թշնամուն, թե ադրբեջանական, թե նախիջևանյան, թե ցանկացած այլ սահմանում, արտաքին, թե ներքին, որտեղ հարուցվում է հայ մարդու, հայ ազգի շահը և իրավունքը։ Հստակ կրկնեմ, մեղավորը թշնամին է և ինքը պատասխանը պիտի զգա և ստանա ազգովի։ Մենք սա չենք քաղաքականացնում, բայց հետ գրությամբ պարտավոր եմ պարզապես ձեզ հաշվետվություն տալ, որ այսպես շարունակվելու է, քանի դեռ մեզ մոտ կուսակցապետություն է, քանի մեզ մոտ ընտրության օրը այդ նույն զինվորներին ուղարկվում են գեղձիկին մեղսագից դառնալու և դուն ուղարկում դակաղի մեջ։ Եվ այդ կապը պիտի բացառենք, որ այլևս այս ամբիոններից մեզ թույլ չտանք, ես հնարավորությունը կամ անհրաժեշտությունը չունենամ կապ հաստատելու երկուսի միջև, չանենք դա։ Զգալի պատասխանատվություն այս տղաների մահվան մեջ նաև այդ կուսակցապետությունն է և իր ղեկավարները, առաջի հերթին թշնամին, բայց նրանք օգնում են թշնամուն, որտեղ մեր զինվորները զուլալ ճշմարտության մեջ պիտի ծառայեն։ Շարքայինը պիտի դառնա սպա, գեներալ, գեներալը նախարար, նախարարը նախագահ, չգիտեմ, բայց որ գեղձիկի մեջ են սկսում, վատ է։ Իհարկե այդ գեղձիկը կապ չունի այդ փամփուշտի, վախկոտ ադրբեջանական փամփուշտի հետ, որը սկետնեց մեր տղաներին, բայց բարոյա հոգեբանության հետ ուղղակի կապ ունի։ Չկա ազգային անվտանգություն, չկա ազգային շահ և իրավունք, եթե մեր դունը կարգի հրավիրված չէ, եթե հայ զինվորը, ոստիկանը իրավունքի մեջ չի ծառայում, այլ գեղձ կուսակցապետական հրամաններ է իրականացում և մենք դա թույլ չենք տալու։ Եվ ով հիմա քմծիծաղում է, այդ քմծիծաղը փոխելու է այս առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամեր առաջ ամփոփեց գեղձ հանրաքվեի, թե ընթացակարգով փաստարկված, թե արդյունքով շարունակած գեղձ հանրաքվեի պատկերը, գեղձ պատկերը, հերթական սուտ պատկերը և սրանով արդեն դադավջիր կայացրեց ինքն իրեն, ինքնավջիր, վջիր կենտրոնական ընտրական հանձնաժողովի ուղղված Սերժ Սարգսյանի
Գուսակցաբեդ Սարգսյանի, ինչպես նաև շտաբի պետ Աբրահամյանի, ինչպես նաև մարզպետ Խաչատրյանի եւ բոլոր գուսակցական հանցագործներին, ովքեր դեկտեմբեր 6-ին դրանից առաջ լիքը, բայց կոնկրետ դեկտեմբեր 6-ին գադարեցին պետական նշանակության հանցագործություն, դավաճանություն, սահմանադրության, պետականության եւ հայ ժողովրդի դեմ։ Եվ բոլորս դա գիտենք։ Այդ օրը, այսօր, մի քանի ժամ առաջ արդեն հնչեց Հայաստանի զերոյական վարկանիշը, արդեն ամփոփվեց այս իշխանությունների, այս կուսակցաբեդության ոչ լեգիտիմության վերջնագետը, այսինքն վերջին նշույլը, որ որևէ մեկը կարող էր ներկայացնել, արդեն իջիկ դարձավ այսօր։ Այսօր մենք հաստատեցինք բոլորս միասին եւ աշխարհը կտեսնի եւ շարքային հայաստանցին նույնպես, որ եղել է պետական հեղաշրջման փորձ եւ հիմա մենք դա ձախողելու ենք եւ թույլ չենք տալու, որ շարունակ մեր զինվորները վերադառնան դակաղների մեջ, որ մեր բարգեշտ զարայող ոստիկանները կատարեն անիրավ հրամաններ եւ որ մեր քաղաքացիները խեղվեն, խեղճանան, աղքատանան եւ շարունակեն արդակախտել։ Մենք ասում ենք ոչ։ Ասում ենք ոչ։ Հիմա արդեն գրկնում եմ այս իշխանությունը, կուսակցական իշխանությունը, որ բռնազավթել է պետական իշխանությունը հրաժարականի մեջ է, ինքը մեղսագից է պետական հեղաշրջման, ինքը պատասխանատվության պիտի ենթարկվի եւ հիմա կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ միայն այդ դատավճիռը կարդաց, այլ նաեւ ցույց տվեց խոստովանեց, որ ինքը եւս պիտի կանչվի որպես անփաստանյալ արդար Հայաստանի արդար դատարանի առաջ։ Ես միտ չունեի այսօր անդրադառնալ այսպես նորաստեղծ կուսակցությունների, որտեղ դրանք երկրորդական խնդիրներ են, բայց երեք մեկը հիմնադրվեց եւ ես ողջունում եմ նրանց, ում հետ մինչև հիմա համաձայն չեմ եղել, նրանք ովքեր կարող են դեմ եղած լինել այս գեղձ փոփոխությունների, դա ողջունելի է, բայց իրենք դանը նստած կամ իրենց կաբինետներում կամ նոր գուսակցության ստեղծման գործի մեջ եղած են եւ չեն միացած ժողովրդին այս գեղձիկը, այս սուդը կանխելու եւ հիմա արդեն չեղյալ հայտարարելու համար։ Դակավին ուշ չէ միանալ եւ սրտապած ես վստահ եմ, որ ժողովուրդը կընդունի ցանկացած ուժ քաղաքական, քաղաքացիական, հին թե նոր, սփյուռքահայ եւ հայաստանցի, որ ուզում է այդ նոր Հայաստանը, որ պիտի կա շատ շուտ այնպես որ բարի երբ բոլոր գուսակցություններին անկախ իրենց դիրքորոշումից, դա ձեր իրավունքն է, բայց ոչ մեկը բادرանք չդածի, որ առանցին վերցրած հիմա արդեն ժողովուրդը իրենց անվանման հարթակը արդեն հնացած, իրենք պիտի գան եւ փրկեն Հայաստանը։ Տղաներ, իրականության գիրկը վերադարձեք, եթե մտնելու եք հակադրության մեջ մեզ հետ, մենք դա չենք ուզում, բայց եթե ուզում եք շեղել այս պայքարը, դա ձեր գործն է։ Մենք չենք անդրադառնալու ձեզ, միայն այն դեպքում, երբ որ դուք միանաք ժողովրդին։ Իսկ եթե ուզում եք պատրաստվել 17 թվականի ընտրություններին, դրանք բardավոր են տեղի ունենալ արդահերթ ռեժիմում եւ ոչ թե 17-ին, բայց դրանից առաջ, Սերժ Սարգսյանի հրաժարականի, ժողովրդի վստահության կառավարման կազմավորման միջոցով եւ ապա 20 տարիների ընթացքում առաջի ազատ արդար ընտրությունների կայացման, նախագահական, խորհրդարանական ընտրությունների կայացման միջոցով։ Շատ բարձ բանաձև, շատ սովորական եւ այդ շատ սովորական բանը մեր ժողովուրդը պիտի անի, ուրիշ ճար չունենք մենք։ Դրա համար ով ուզում է սпасել իրենց հերթը երկիր փրկելու, երդասարդ եք, վայելեք երդասարտությունը։ Դուք մեծ ներդրում պիտի ունենաք մեր աբակայի մեջ։ Եթե ուզում եք այդ ներդրումը անել համագործակցաբար իմ նման ավակ սերնդի հետ, այդպես ասենք, մենք պատրաստ ենք, եղանակը դա է, բայց ուզում եք մրցակցել ուրիշների փողերի միջոցով, ստվերային, ես չգիտեմ 1001 բան է ասում, ես չեմ հավատում, բայց եթե ուզում եք մրցակցության մեջ մտնել, բացեք ձեր կարտերը, ներկայացեք ձեր ֆինանսավորման աղբյուրները, ձեր նպատակները եւ կմրցակցենք։
բայց դա խնդիրը չէ։ Խնդիրը միասին կան է, դարբեր մարդիկ, դարբեր գուսակցություններ հին եւ նոր, հենց այստեղ մեծ հարցը, հայ ժողովրդի, մեր ազգային հարցը, մեր քաղաքացիական խնդիրը լուծելու համար։ Մենք առիթ կունենանք առաջիկա շաբաթների ընթացքում եւ հատկապես այս շաբաթվա ընթացքում շարունակել այս զրույցը, այս քննարկումը մեր ժողովրդի հետ։ Դա կանենք միջազգային հանրության հետ մեր շփումների միջոցով։ Այս պահին Բրյուսելում գտնվում է, կարելի ասել, նոր Հայաստանի առաջին դեսպան Հովսեփ Քուրշուդյանը, ով Եվրոպական ժողովրդական կուսակցության ԵԺԳ, այսպես համաեվրոպական կուսակցության քաղաքական վեհաժողովին ներկայացրեց մեր խնդիրների ոչ դարաբատկերը, թե ներքինը, թե արտաքինը։ Դատապարտեց Ադրբեջանին, Թուրքիային իրենց հագահայ քաղաքականության համար, դատապարտեց Եվրոպայի այն գործիչներին, որ երեսպաշտ մոտեցում ունեն Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ, դատապարտեց Ամերիկայի եւ Ռուսաստանի այն գործիչներին եւ այդ քաղաքականության եւ Ռուսաստանին, որը համ մեր ռազմավարական դաշնակիցն է, համ էլ Ադրբեջանին զինում է եւ այդ նույն զենքով խփում է հայ զինվորը, որտեղ մենք մեր գլուխը գախ, որպես գուբերնիա, ոչ թե մենք, այլ այս չնդրված կուսակցաբետերը, այնպես գնում են, որ գնան խելջ ու գրակ, մեր ռազմավարական գործընկերը փոխանակ հավասարի նստի սեղանի մոտ մեզ հետ, փոխադարձ հարկանքի իման վրա, շահերի փոխադարձ ընկալման վրա 4 միլիարդի զենք է ուղարկում, դա անընդունելի է եւ ինձ համար կարեւոր չէ Ռուսաստանը, Ամերիկայը, չգիտեմ Աստծոց ներքև որևէ մեկը, եթե այդպես անի հայ ժողովրդին եւ Հայաստանին, մենք չենք ընդունելու։ Եվ պիտի շարունակենք մեր պայքարը ներքուստ, մեր հանրապետությունում, դուք գիտեք, որ այս շաբաթ մենք ունենանք քաղաքացիական ժողովների շարքի մեկնարկ մեր մարզերում եւ կսկսենք Գաբանով, Սյունյաց աշխարհով, Նժդեի աշխարհով եւ ոչ երբեք Լիսկայի աշխարհով եւ պիտի թագենք Լիսկայի դուրը ձեր մասնակցությամբ եւ պիտի ասենք ինքնագամ հրաժարվեք ձեզ համար մեղմացուցիչ հանգամանք կնի ձեր ինքնական հրաժարականը։ Եվ դրանից հետո մարզ առ մարզ, չորեքշաբթի, հինգշաբթի, Սյունիք, Գաբան, Գորիս, Սիսիան եւ հետո Վայոց ձոր, Երեքնաձոր, հաջորդ օրը իշխանական գուսակցաբեդ հանցակորձ վարչապետի աթոռը բռնազավթած Աբրահամյանի հայրենիքը, եթե այդպես կարելի է ասել, եթե դա ամոթ բան չի, Արտաշատ, Էջմիածին, Մայրաթորի պարիսպների մոտ, որտեղ Կարեկին վեհապարը վերջապես պիտի դառնա հայրաբեդ մեր երկրի եւ մեր ժողովրդի, Արմավիր եւ Թալին, դեղ կանենք երթեր, դեղ ժողովներ, բայց կարևորը որ ժողովուրդը գալիս է դուրս ոչ միայն փողոց, հրապարակ, այլ դուրս վախից, ստրգամտությունից եւ դառնում է դեր մեր երկրի, մեր քաղաքի, մեր գյուղի։ Մենք շարունակելու ենք քաղաքացիների ժողովի ընթացքը ուրբաթ օրը ամսի 18-ին ժամը 5-ին մեծ հանրահավաքով Ազատության հրապարակում, ապա եւ շաբաթ կիրակի 19-20 Կոտայքի մարզ, Դավուշ, Լորի եւ Շիրակ ամփոփելով մեր քաղաքացիական ժողովները Վանաձորում եւ Գյումրիում ամսի 20-ին ժամը 14:30 եւ ժամը 17-ին համապատասխանաբար։ Եվ ապա կվերադառնանք Երևան եւ ձեզ ուրբաթ օրը ամսի 18-ին գասենք, թե որոնք են հաջորդ քայլերը։ Տվյալ դեպքում մինչև ամսի 18-ը ժամը 17:00 ես եւ մենք հայ եւ հայաստանցի ժողովրդի անունից պահանջում ենք Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի, Լիսկա Սուրիկ Խաչատրյանի եւ գուսակցական մեղավոր հանցագործ բոլոր նախարարների, մարզպետների, քաղաքապետերի, քաղաքային հեղինակությունների հրաժարականը իրենց համապատասխան պաշտոններից եւ անպաշտոններից, որովհետեւ դրանք գուսակցական հանցագործ
պաշտոններն, իրենք յուրացված եւ բռնազավթված են։ Ինքնագամ չհրաժարվեցիք, բարոնայք, 18-ին մենք հանդես կգանք մեր հաջորդ խոսքով եւ չգասկածեք, որ այդ խոսքը իմ խոսքը չէ սոսկ։ Ցանկացած քաղաքացի կարող է այստեղ գալ եւ ասել հրաժարական տվեք, մեղմացրեք Աբական, անցնցում անցնենք դեպի Նոր Հայաստան։ Ամսի 18-ին մինչև ինքնագամ հրաժարական կամ անցնում ենք հաջորդ քայլին։ Հարգելի լրագրողներ, այս որոշումը, որ կայացրեց կենտրոնական ընտրական հանձնաժողովը, մխրճեց Հայաստանը խորը ճգնաժամի մեջ, այդ քաղաքական եւ տնտեսական բացասական հետևանքները այդ ճգնաժամի տնտեսական եւ քաղաքական բացասական հետևանքները անխուսափելի են, թե արտաքին հարաբերությունների ոլորտում, թե ներքին։ Բնականաբար նման պայմաններում քաղաքացիական շարժումը հանուն երկրում օրինական իշխանություն ձևավորելու, իշխանության յուրացումը կասեցնելու կարևորագույն քաղաքական գործընթացն է։ Այս շաբաթ մեկնարկող միջոցառումները շրջաններում եւ շաբաթվա վերջում Երևանում նպատակ ունեն բացի այն, որ համախմբել բողոքական քվեարկությանը մասնակցած քաղաքացիների ներուժը եւ քաղաքական պաշտպանություն ստեղծել այդ մարդկանց համար, նաեւ նոր օրակարգ, նոր քաղաքական օրակարգ հասցնել լայն զանգվածներին։ Մենք գտնում ենք, որ մեր երկրի համար շատ կարևոր ժամանակաշրջան է սկսվել, պայքարը մտնում է տևական փուլ, երբ համախմբությունը քաղաքացիների շատ կարևոր անգամանք պիտի դառնա մեր երկրում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հասնելու համար։ Բնականաբար քաղաքացիական անհնազանդությունը շարունակում է մնալ կարևորագույն գործիքը այդ ծրագրին հասնելու համար, այդ ծրագրի նպատակներին հասնելու համար։ Մենք ուշադիր հետևում ենք թե արտաքին, թե ներքին գործընթացներին, ինչ կատարվում է երկրում։ ԿՀ-ի կողմից կատարված քննությունը բողոքների եւ դիմումների բոլորին պարզ դարձրեց, որ այս ռեժիմը ի վիճակի չի եղել բաց, թափանցիկ, բազմակողմանի քննարկել այն բոլոր հաղորդագրությունները ընտրախախտումների մասին, որը որ եղել էին դեկտեմբերի 6-ի քվեարկության ժամանակ։ Սա նաև ձեռնոց է, որը նետվում է միջազգային հանրության նկատմամբ, Եվրոպայի խորհրդի նկատմամբ, որ բնական է անհետևանք չի մնալու։ Հաջորդ փուլը, որ հիմա մեկնարկում է այս մոտակա 5 օրվա ընթացքում, խորհրդարանը ցույց կտա իր կարողությունը, որովհետև ըստ սահմանադրության առնվազն 1/5-ը պատգամավորների պիտի իրենց համաձայնությունը տան արդյունքը սահմանադրական դատարանում բողոքարկելու համար։ Այս փուլը եւս ավարտվելուց հետո մենք հնարավորություն կունենանք ամփոփել սահմանադրության հետ ընդունման հետ կապված ընթացակարգի գործընթացը, արդեն պարզ են դրա քաղաքական արդյունքները։ Ռեժիմին չհաջողվեց լեգիտիմացնել իր քաղաքական դիրքը։ Ոչ մեկի համար նորություն չի, որ Հայաստանում կեղծվում են քվեարկությունները։ Այդ առումով բոլոր նրանք, ով համարում են, որ դեկտեմբերի 6-ին ռեժիմը որևէ ձեռքբերում ունեցավ, ճիշտ չեն իրենց գնահատականների մեջ։ Այս պահի դրությամբ կրիմինալ ռեժիմը Հայաստանում հետնահանջ ունեցավ, զրկվեց որևէ զարգացման տեսլականից եւ մնում է հիմա ներքին բոլոր առողջ ուժերի համախմբությամբ ստեղծել այն քաղաքական իրավիճակը, երբ այդ ռեժիմի հեռանալը դառնալու է անխուսափելի։ Շնորհակալություն։ Տեղեկացնեմ նաև, որ Հովսեփ Խորշուդյանը մեր եվրոպական գործընկերներին հանգամանալից կերպով ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակը,
ներկայացրել է, որ իշխանության յուրացվածության, ամբողջական առումով յուրացվածության, հանրաքվեի հետ կապված ժողովրդի ինքնորոշման իրավունքի ոտնահարման եւ ներքին ընկալման մեջ, նաեւ արտաքին իհարկե, բայց առաջին ներքին ընկալման մեջ վարչախմբի բացարձակ ապալեգիտիմության երևույթը եւ հիմնավորված կերպով նաեւ նրանց հորդորել է այսուհետև այլևս կանգնել փողոց դուրս եկած, հրապարակ դուրս եկած եւ իր իրավունքների համար պայքարող Հայաստանի ու հայ ժողովրդի կողքին։ Տեղեկացնում եմ նաեւ, որ վաղվա ասուլիս քննարկմանը բանախոսները լինելու են, որպես բանախոսներ հանդես են գալու Նոր Հայաստան քաղաքական խորհրդի, Ճակատի քաղաքական խորհրդի անդամներ Ժիրայր Սեֆիլյանը եւ Գարեգին Չուգազյանը, իսկ մյուս օրը դարձյալ պարոն Ռաֆի Հովհաննիսյանը։ Այսքանով ավարտում ենք, վաղը 17:00-ին այստեղ